Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 17-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ այդ օրը ինչ է սպասվելու։ Գնենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 17-ին։ Գումար եք ծախսելու, նաև գումար կգա, ձեզ մոտ գումարի մասին կարող խոսել։ Այդ օրը ինչ անեք հաջողությամբ կանցնի, յուրաքանչյուր բան ինչ որ անեք հաջողակ կլինի։ Նաև այդ օրը ինչ որ ժամանակ է կամ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք կամ չեք հասցնում կամ ժամանակ պայմանավորվել, հստակ պետք է գնաք ճիշտ ժամին այնտեղ լինեք։ Ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, միգուցե ձեր մտքում ինչ որ մի բան կար եւ հիմա արդեն ժամանակն է դա սկսելու, անելու համար։ Ինչ որ պետք է այդ օրը հստակ ինչ որ ժամանակի մեջ հասցնեք, ինչ որ բան անեք եւ օրինակ տակ հաջողորդին։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 17-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, գուցե փաստաթղթերն եք դասավորում, ուղում, կարգի բերում, նաև ցուցակ կարող եք կազմել թե խանութ գնալու, թե ինչ որ մի գործ սկսելու, ինչ որ մի բան անելու համար։ Կարող եք ինչ որ միտեղից դուրս բերել բառեր եւ գրել։ Կարող է լեզու եք օրինակ սովորում։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Կարող եք վիճել այդ տղամարդու հետ, կամ այս տղամարդը կարող է ձեզ օգնել ինչ-որ մի բանը հավաքել։ Եթե օրինակ վերանորոգում եք արել, ծանր ինչ-որ բաներ կան, կարող եք կանչում եք այդ մարդուն եւ ձեզ օգնում է հավաքել դա, թե ոչ, ապա սա վեճ է այդ տղամարդու հետ։ Եվ այդ օրը ոմանց մոտ է խղճություն, ծննդաբերություն, երեխաների հետ կապված ոչ հարցեր, միգուցե գալիս են ձեր տուն, միգուցե թորներն են գալիս, սա նաև նոր կյանքի սկիզբ է, նոր ինչ որ մի բանի սկիզբ է ձեզ մոտ, նոր հարաբերություններ, նոր աշխատանք, նոր բիզնես, ինչ որ նոր մի բան է սկսվում։ Եթե ուզում եք հղիանալ, միգուցե գնաք նայեք, կարող հղիեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 17-ին։ Շատ զրույց տարբեր մարդկանց հետ, միգուցե գումարի մասին է զրույցը, գումար աշխատելու մասին է զրույցը, նաև սա բամբասանք է, բամբասում են ձեր հետևից, նաև լեզվա կռիվ է իրար հետ կարող ինչ որ մի բան չհասկանալ իրար։ Նաև այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև կծախսեք։ Գուցե ծախսում եք ձեր շրջապատող մարդկանց վրա։ Այնտեղ նաև ընկերոջ քարտն է եւ հեսա կարող է ընկերոջ վրա եք գումարը ծախսում։ Նաև այդ օրը Աստված ձեզ հետ է յուրաքանչյուր բան անելու համար, նաև նոր կյանքի իմաստ կգտնեք, միգուցե իրոք գումար եք վաստակում եւ դա ձեզ համար մի տեսակ ուրիշ բան է նշանակում, նոր կյանքի իմաստը, միգուցե առաջին աշխատավարձն է, այսքան ժամանակ է, կարող է երիտասարդ եք դեռ եւ նոր աշխատանքն է, նոր աշխատավարձ է դա։ Առաջին աշխատավարձը միշտ հիշվում է բնականաբար։ Եվ դե լավ շրջապատում կլինեք, ոմանք պետական աշխատողների, ոմանք ուղղակի ձեր հարազատների, ձեր լավ ընկերների շրջապատում կլինեք, նաև կարող է լինեք նաև պետական, ինչ որ մեծահարուստների շրջապատում, ինչ որ տեղ լինեք, որտեղ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար եւ ավելի իմաստուն կլինեք, ավելի ուրիշ ձև կնայեք կյանքին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 17-ին։
Ոմանք անակնկալներ, նվերներ, ժամադրություններ, ծնունդ կարող է լինել, տրամադրությունը կբարձրանա այնտեղ, ինչ-որ մի բան հիմքից կփոխեք, ինչ-որ մի բան հիմքից կհանեք, ինչ-որ մեկին կարող եք հիմքից հանել ձեր կյանքից, այդպես արմատապես, նաև դա ինչ-որ մի բան փոխելն է, մարդը ինչ-որ մի բան փոխում է և շատ կտրուկ որոշում է կայացնում և փոխում է, ուզե տան հետ է կապված, որոշում եք վերջ, այս ծնունդից հետո պետք է փոխեմ այս պատերը, կամ երեխաները այնպես են նախշում այդ օրը պատերը, որ այդպես կտրուկ որոշում է կայացնում, որ պետք է ներկել, կամ նման ոչ է բան։ Եվ այդ օրը նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ կլուծեք, և բացի այն, որ սուր գործիքներով այդ օրը կաշխատեք, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք, նաև վիրահատությունը, նաև սուր գործիքներով ինչ-որը բժշկական տեսանկյունից նաև, ինչ-որ ասեղների հետ կապված բաներ։ Եվ տան հետ կապված ինչ-որ փոփոխություններ են, տեղափոխություն կամ բնակարանամուտ կամ ուղղակի տուն եք մաքրում ու բորկա եք անում, ինչ-որ բաներ կարող եք անել տան հետ կապված, հյուրեր ընդունել կամ առիթ է, ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 17-ին։ Ընտրության առջև կանգնած կլինեք, ինչ-որ բաներ եք ընտրելու, ոմանք ավելի լուրջ, ոմանք ուղղակի հագուստի կամ ինչ-որ բանի մեջ, և այդ օրը լաբիրինթ ունեք, խճճվել եք ինչ-որ մի հարցում, չեք կարողանում այդ հարցին լուծում տակ, թռավ, սա նշանակում է, որ էլ չեմ բացի, որ այդ հարցին լուծում կտակ, կկարողանաք լուծել այդ հարցը, կկարողանաք լուծել այդ խնդիրը, եթե ինչ-որ խնդիր կա, եթե խճճվել եք, չգիտեք ոնց լուծեք, այստեղ կլուծեք։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, աղջկա հետ, տեսնենք ով է, աշխատանքի բերումով է, կամ պետական աշխատող է, կամ ձեր աշխատողներից կարող է լինել, կամ բժիշկ կարող է լինել, երեխայի ուսուցչուհին, մանկապարտեզի դաստիարակը, նաև կարող է ձեր աղջիկն է և իմանում եք, որ իր մոտ աշխատանքային փոփոխություններ են եղել, կամ ընդունվել է աշխատանքի, կամ գուցե բարձրունք է առաջ խաղացում է ստացել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին, տեսնենք ինչ է սպասվում օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 17-ին։ Կորուստ է, տեսնենք ինչի կամ սա մանր-մունր խնդիրներ են, որտեղ առնետները ընդհանրապես մեր կյանքում բերում են մանր-մունր խնդիրներ։ Տեսնենք։ Այստեղ կարող եք վիճել այդ խնդրի պատճառով, չեք դիմանում։ Մանր-մունր խնդիր է, մեզ կարող է կարևոր խնդիր է։ Դե կկարողանաք լուծել, կամ եթե վեճ է, եթե խնդիր է, ապա կարող է այնպես լինել, որ օրինակ հյուր գա եւ ոնց որ մոռանաք այդ խնդրի մասին, մոռանաք վեճը, հյուրի մոտ չեք վիճելու, կամ կլուծեք այդ հարցը, կլուծեք շատ արագ։ Կարող եք վիճել եւ հետո հասկանալ, որ վեճով ոչինչ չի կարելի լուծել, ինչ որ լուծում եք, արագ եք լուծում, արագ եք գլուխ հանելու, արագ եք հասկանալու ինչ կա։ Արագ կկողմնորոշվեք, բայց հա մի փոքր վեճից հետո։ Եք բորբոքված եք այստեղ եւս։ Այդ օրը ժամանակի մեջ պետք է տեղավորվեք։ Ինչ-որ մի բան անելու համար, կամ հստակ ձեզ ժամ են ասել, կամ դուք եք ժամ պայմանավորվել, պետք է գնաք։ Ժամանակը ձեզ համար հա շատ սուղ է, պետք է ոնց որ հասցնեք ինչ-որ մի բան անել։ Կամ զգում եք, որ չեք տեղավորվում այդ ժամանակի մեջ, սա պետք է անեք, նա պետք է անեք դեռ ու չեք հասցնում։ Կարող դա է մանր-մունր խնդիրները, որ ժամանակ է տանում ձեզ այն սկզբում վիճում եք, հետո զգում եք, որ էլի է ժամանակ տան, ոչ բան չեք կարող անել։ Եվ հետո սկսում եք արագ անել ինչ-որ մի բան, դա այստեղ հազար ու մի բան կարող է լինել։ Եվ այդ օրը նաև հանդիպում պետական աշխատողի հետ, եթե
օգնելու կարիք կունենա, ապա ձեզ կաջակցեն, կօգնեն այդ օրը։ Նաև ուշադիր եղեք մեքենա վարելուց, որ պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 17-ին։ Լավ շրջապատում կլինեք, գուցե պետական աշխատողների շրջապատում լինեք, գուցե գնում եք բնության գիրք, էստա։ Նաև նոր կյանքի իմաստ կգտնեք, ինչ-որ մի բանը կկայունանա ձեզ մոտ եւ դա նոր շունչ կտա ձեր կյանքին, ոնց որ մարդը որ ինչ-որ մի բան մի ոլորտը կայունանում է, ոնց որ գիտեք, ինչ-որ խնդիր կար էստեղ, հա, ինչ-որ մի բանի հետ կապված։ Թեկուզ են, որ ասում է տոկի հետ կապված, տան։ Էլի ոնց որ նորմալ չէր, հիմա որ ամեն ինչը լինում է, մարդը մի տեսակ հոգով հանգստանում է, ինչ էլ ուզում է լինի։ Եվ այստեղ եւս, հա, ինչ որ նոր կյանքի իմաստ եք ստանում, այդ հանգստությունից։ Նաեւ դա կարող է լինել նայեք հայլու մեջ սկաք մեծացել եք, արդեն հա այսպես նստած այսպես ջոջա եք դառնում արդեն, գիտեք մինչև 80 տարեկան մարդը պետք է այնպես անի, որ ջոջա չդառնա, դրանից հետո կարող եք դառնալ ջոջա, մինչև այդ որքան հնարավոր է մարդը պետք է իրեն խնամի, այնքան հազար միջոցներ կան, էլ վարուն կդնել դեմքին, էլ միրգը դնել դեմքին, էլ նարինջը քսել դեմքին, էլ վիտամին C-ը ամբողջությամբ քսում եք եւ դա հենց առողջությունը դա է կարեւոր, ես առանձին վիտամին C եմ գնում եւ քսում եմ իմ դեմքին։ Ձմեռը ոչինչ չկա, նարինջը վերցնում եք, քսում եք ձեր դեմքին։ Այնպես չի որ մարդը ուղղակի պետք է հասկանա, որ ինչքան ձգվի, ես ասում եմ, ինչու 80 տարեկան մարդը պետք է նայի, հա, հասկանա, որ մեծացել է, այսպես թե այնպես մենք մեծանում ենք։ Բայց այն նստած տատիկի դերը, որ շատերը 40-ից հետո նայում ես, ոնց որ լրիվ տատիկ լինեն, այդ է պետք է մեջից մարդը ուղղակի հանի։ Եվ այստեղ եւս հա մարդը նայում է եւ տեսնում է, որ արդեն մեծացել է։ Ահա, վերջ, նստած ջոջա է նման, այդ դրա համար խոսքս դրան գնաց, որ պետք չի այդպես լինել։ Նաև այդ օր Աստված ձեր կողքին է եւ ձեզ կաջակցի յուրաքանչյուր հարցում, որ ինչ որ այդ ոլորտը, որ նեղվում եք, որից որ տանջվում եք, հա, այդ ոլորտը լավանա ձեզ մոտ։ Եվ այդ օրը կամ դուք եք լինելու խորամանկ, կամ ինչ որ մարդիկ են ձեր շրջապատում խորամանկ, տեսնենք ինչ են ուզում, ինչ որ կին է։ Ինչ որ կին է ինքն է խորամանկություն անում կամ իրոք դուք եք անում խորամանկություն, դուք պետք է անեք այս կնոջ հանդեպ խորամանկություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 17-ին։ Նվերներ, անակնկալներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, նաև ոմանց համար սա ժամադրությունն է, միգուցե առաջին ժամադրությունն է, ինչ որ բան պետք է մանրակրկիտ, թե այստեղ ժամադրությունը նայեք, բարձ երևում է, պետք է լավ ուսումնասիրեք մանրակրկիտ այդ տղային, եթե աղջիկը կապ չունի, այստեղ կարող է աղջիկ էլ ընկնել, հիմա մեկ քարտ եմ հանել։ Ուշադիր նայեք այդ մարդուն, ում հետ որ ժամադրվում եք, հատկապես այն մարդիկ, ովքեր որ գիտեք, այստեղ ժամադրությունը կարող է լինել եւ սիրային առումով, եւ ինչ որ մի գործնական առումով։ Յուրաքանչյուր պարագայում լավ մանրամասն ուսումնասիրեք, ինչ է խոսում, ինչպես է պահում իրեն, ինչից է խոսում, ինչ է քննարկում, հա, այստեղ ձեզ ասվում է, որ ամեն ինչը մի հատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք։ Հենց այդ հստակ հենց այդ տղայի հետ կապված։ Սա առանձին։ Նաև այդ օրը ինչ որ բան անելուց պետք է էլի, այսպես թե այնպես մանրակրկիտ լավ ուսումնասիրեք, խորանաք ամեն ինչի մեջ։ Բայց մանրուքների մեջ մի խորացեք, հատկապես հարաբերություններում, որովհետև դա արդեն վեճ է բերում, այսինքն դու ինչ ասեցիր, ինչի այսպես ասեցիր, այդ դա է մանրուքների մեջ խորանալը, ամեն բառի, ամեն տառի մեջ խորանալը եւ դա բնականաբար բերում է վեճ, բնականաբար այդպես տհաճ բայր է բերում։
Եթե այդ փաստաթղթերի հետ եք աշխատելու, ստորագրելու եք, այլ նման բաներ։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Սիրային թեմա է, ինչպես թե այնպես երևաց։ Կամ ձեր սիրելին է, ձեր տղան է, ձեր երկրորդ կեսն է, կամ այստեղ սեր է խոստովանում ձեզ, կամ դուք եք սեր խոստովանում իրեն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 17-ին։ Ինչ-որ առիթ է, առիթի կարող լինել, հասարակության մեջ լինել, ոչ այգում լինել, ինչ-որ նման տեղ, մարդկանց մեջ, կամ հասարակության մեջ ելույթ ունենաք, կամ ավելի շատ սոցցանցերում լինեք, ոմանք այդ օր աշխատանք կգտնեն, կամ շատ աշխատանք ունենաք, կամ գնաք ոչ ռեստորան, այնտեղ կարող եք նստել, նաև դա բարձրունքի աշխատանքում, պատվերների գրանցում, ոմանք կարող են այցելել հիվանդանոց, բժշկական βοήθεια կենտրոն, հեղինակության բարձրացում է սա նաև, եւ ինչ-որ բան է կայունանում ձեզ մոտ, ինչ-որ ոլորտ կայունանում է, ինչ-որ ոլորտ հանգստանում է, ինչ-որ մի բան է այստեղ նորմալանում, այն ոլորտը, որը անհանգստացնում էր ձեզ։ Հիանալի օր է, հիանալի ուղղակի, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքահողների։ Ինչ է սպասվում աքահողներին մայիսի 17-ին։ Հաջողություն։ Այստեղ ոմանք ինչ անեք այդ օրը հաջողությամբ կանցնի, հաջողությամբ գնումներ կատարել, ժամադրվել, ինչ-որ պահեր, որը շատ հաջողությամբ կանցնի, հաջողակ պահեր շատ կունենաք։ Նաև այդ օրը մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք, կամ մանր-մունր հարցեր կան, մանր-մունր գնումներ կան, ինչ-որ պահեր են, որ այդպես մանր-մունր կարող անել։ Եվ մանրուքներին ուշադրություն դարձրեք, յուրաքանչյուր այդպես մանրակրկիտ ուսումնասիրեք, թե գնումը, թե ինչ-որ մի բան է։ Այստեղ ժամադրության ոմանք կարող են գնալ, եւ եւս դա էլի մանրուքներին լավ ուշադրություն դարձրեք, ոնց որ նախորդիններ, չէ, նախորդից նախորդը։ Մանրուքներին եւս էլի ուշադրություն դարձրեք, ինչ է խոսում, ինչպես է պահում իրեն, ինչպես է վարվում, դա է ամենակարևորը, որովհետեւ մարդիկ ոչ ինչ լավն է, ու ոչ բան չեն նկատում, ոչ մի բան։ Այդ օր անակնկալներ, նվերներ կարող եք ստանալ, նաև ինչ-որ պահեր են այստեղ, գուցե առիթ է, ծնունդ է, ինչպես, ինչ-որ բան է զարգանում, առաջ է գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 17-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Կամ դժվար ապրող աղջիկ է, կամ ձեր համար դժվարություններ է ստեղծում։ Պետք է աջակցեք, օգնեք, կամ այդ աղջկա վրա է ամեն ինչը, պես իմանում եք, խոսում եք հետ, ասում է, որ ամեն հոգսի իր վրա է, իր ուսերին է։ Կամ ձեզ մոտ է խնդիրներ ստեղծում ինքը, իր հայտնվելով, կամ ինչ-որ բան է ասում, անում, որ իրոք ձեզ մոտ է ավելի շատ խնդիրներ լինում։ Նաև այդ օրը ինչ-որ բան է հեշտանում ձեզ համար, մեկին տեսնելու, հանդիպելու, խոսելու, հաշտվելու եւ այլն, յուրաքանչյուր բան է այստեղ, որը կարող եք անել այդ օրը, ոնց որ կամուրջ է ստեղծվում, որպեսզի դուք ավելի հեշտ անեք դա։ Եվ վեճ է սա, վեճ ինչ-որ մեկի հետ խոսակցություն կամ վեճը մի տեղ կմաքրեք, ինչ-որ տեղ, տարածք կամ տուն կարող եք մաքրել, եթե ոչ, ապա սա վեճ է, կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 17-ին։
բավականին ոգևորված կլինեք, առույգ կլինեք, այսօր կողմ կգնաք, ճանապարհներին կլինեք, ոգևորված կարող է հյուրեր եք ընդունում, նաև դուք եք գնում հյուր եւ նորություններ կլսեք այդ օրոք ինչ-որ բաներ պատվիրել, բերեն ձեր տուն, ծանոթություն է սա, ասպասելի դրսում, կամ կփորձեն ձեզ հետ ծանոթանալ, կամ դուք կփորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, սիրո խոստովանություն է այստեղ, շատ սեր կստանաք, դες լավ կզգաք, ոնց որ մարդը սենց առույգ է, սենց սիրված, սենց հավեսով, սենց հաջողություններով լի, դռները բաց են այդ օր ամեն ինչ անում է, սենց թռվռում է, հա, իր համար, ամեն ինչը լավ է, ամեն ինչը հիանալի է այստեղ։ Ոմանք կարող են ինչ-որ դուռ փակել, կարող ինչ-որ մի խնդրի հետ կապված դուռ եք փակում, այլևս չեք անդրադառնում դրան։ Նաև այստեղ զգուշացում ունեմ սիրային թեմայով եւս դուռ չփակեք։ Այստեղ բանալին ինչպես փակում, այնպես բացում է։ Այստեղ ավելի լավ է, որ բացեք, ոչ թե փակեք։ Կա ինչ-որ մարդիկ իրոք որոշում են, որ տվյալ մարդու հետ վերջ, այլևս ճանապարհ չունեն, եւ եթե նման բան է, սա հանգիստ է։ Հանգիստ կլուծեք այդ հարցը։ Այսինքն զգում եք, որ այլևս զգացմունքներ չկա եւ խոսում եք դիմացինի հետ։ Այսքանը, եթե ոչ, ապա սա նոր հնարավորություն է, նոր սեր, նոր հարաբերություններ եւ բնականաբար ձեր հարազատներն են իրենք, որ ձեր հարազատների մոտ եւս նոր հնարավորություններ, նոր հաջողություններ կլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։